Այսօր աշխարհը փոխվել է։ Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, որտեղ շփումը դարձել է վիրտուալ, ժամանցը էլեկտրոնային, իսկ իրական կյանքը հաճախ անցնում է մեր կողքով, աննկատ։ Մեր առօրյան լցված է էկրանների լույսերով, ծանոթությունների ձայներով, թվային աշխարհում աննկատ հոսող ժամերով։ Մտածել եք երբևէ, թե քանի ժամ ենք անցկացնում հեռախոսների էկրաններին նայելով։ Արթնանում ենք, առաջին բանը, որ ստուգում ենք, մեր հեռախոսն է։ Օրվա ընթացքում ժամեր շարունակ տարված ենք սոցիալական ցանցերով, վիրտուալ խաղերով, տեսանյութերով։ Նույնիսկ երբ շրջապատված ենք ընկերներով, հաճախ ոչ թե իրար հետ ենք խոսում, այլ բոլորս մեր առանձին թվային աշխարհներում ենք։ Բայց հիշում ենք, որ երբեմն իրական աշխարհը շատ ավելի վառ է, քան էկրանը։ Հիշում ենք, որ մեր նախնիները ժամանակն անցկացնում էին իրար հետ, խաղալով, պարելով, զրուցելով, սովորելով իրարից, որ նրանք կարիք չունեին համացանցի, որպեսզի ուրախանան, որովհետև նրանց ուրախությունը գալիս էր իրենց շրջապատից, ընկերական մրցակցությունից, միասնական պահերից։ Մեր ազգային մշակույթը միշտ ունեցել է յուրահատուկ ձևեր, որոնց միջոցով մարդիկ միմյանց հետ ժամանակ էին անցկացնում։ Նախկինում երեխաները հավաքվում էին բակերում, խաղում էին ազգային խաղեր, որոնցից յուրաքանչյուրը ոչ միայն զվարճալի էր, այլև խոր իմաստ ուներ։ Այդ խաղերը սովորեցնում էին ճարպկություն, ուժ, արագ մտածողություն, թիմային աշխատանք։ Բայց այսօր, երբ քայլում ենք մեր գյուղերի ու քաղաքների բակերում, հաճախ տեսնում ենք լռություն։ Տեսնում ենք դատարկ խաղահրապարակներ, տեսնում ենք երեխաների, որոնք իրենց առօրյան անցկացնում են նստած, հեռախոսները ձեռքներին, գլուխները խոնարհած էկրանների վրա։ Միթե սա է մեր իրականությունը։ Միթե մենք ուզում ենք, որ սա լինի մեր սերնդի ամենավառ հիշողությունը։ Միթե մեզնից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ էին խաղում մեր ծնողները, մեր տատիկներն ու պապիկները։ Միթե մեզ համար պարզ զրույցը, շարժումն ու կենդանի շփումը դարձել են ոչ սովորական երևույթ։ Արդյոք մենք կորցրել ենք այն, ինչ սերունդներ շարունակ փոխանցվել է մեզ։ Արդյոք մենք մոռացել ենք, թե ինչ ուժ ունի միասնական խաղն ու շարժումը։ Բայց դեռ ուշ չէ։ Մեր ավանդույթները մոռանալու համար չեն։ Մեր ազգային խաղերը պետք է ապրեն։ Պետք է նորից լցնեն մեր բակերը, մեր դպրոցները, մեր առօրյան։ Մենք պետք է հիշենք դրանք, վերականգնենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին։ Եկեք հետ վերադառնանք։ Եկեք միասին հիշենք, թե ինչպիսին էր ժամանակը, երբ մեր կյանքում իրական խաղերն ավելի շատ էին, քան վիրտուալները։ Եկեք կրկին խաղանք մեր ազգային խաղերը։ Ձմերուկ։ Խաղալու համար մեզ անհրաժեշտ է 3 եւ ավելի գնդակներ։ Խաղացողները կանգնում են շրջանաձև եւ սկսում գնդակը արագ-արագ փոխանցել կողքինին։ Պարան։ Պարանը ցատկողական խաղ է, որում երեխաները պտտում են պարանն ու հերթով ցատկում։ Կարող են խաղալ միայնակ կամ խմբով։ Խմբային խաղում 2 հոգի պահում են պարանն ու պտտում, իսկ մյուսները ցատկում։ Կան նաև հստակ կանոններ։ Քանի ցատկ պետք է անես, ինչ արագությամբ, երբ մտնես պարանի մեջ եւ այլն։
Այգեպան. յուրաքանչյուր խաղացող իր համար անուն է ընտրում, եւ այն բարձրաձայն ասում է խաղը վարողին, այգեպանին եւ մյուս խաղացողներին։ Մասնակիցները կարող են ընտրել ծաղկի, մրգի, բանջարեղենի եւ այլ անուն։ Այգեպանն արտասանում է իր խոսքերը եւ կանչում է խաղացողներից մեկի անունը։ Մասնակիցը, որի անունը հնչում է, պետք է պատասխանի։ Երկխոսությանը մասնակցում են բոլոր խաղացողները։ Նա սխալ է թույլ տվել, օրինակ չարձագանքել անվանը, շփոթել է մասնակիցների անունները, պետք է հրաժարվի իր որևէ իրից, սովորաբար կոշիկից։ Խաղի վերջում խաղարկվում են պարտությունները։ Այգեպանը շրջում է, որոշ վայրում շրջում է հաղթողը։ Պարտված իրը պահում են մեջքի ետևում ու հարցնում են. այս կոշիկի տերը ինչ անի։ Այգեպանը առաջադրանք է տալիս. ցատկել մեկ ոտքի վրա, երգել, պարել եւ այլն։ Այգեպանը գնաց այգի, հավաքեց բոլոր մրգերից, բացի ելակից։ Օй, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Խնդրի։ Օй, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Սալորի։ Օй, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Մանանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Քիվի։ Օy։ Դիջեյսյան պատահեց։ Այգեպանը գնաց այգի, հավաքեց բոլոր մրգերից, բացի խնդրի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Այգեպան։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Քիվի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Բանանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Սալորի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Բալի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Ելակի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Բանանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Հալվի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Ծիրանի։ Vay Ծիրանը պատվալ է։ Ալեքս դի վերն ես։ Նարինջը։ Այգեպանը գնաց այգի, հավաքեց բոլոր մրգերից, բացի խնդրի։ Օy, ինչ պատահեց։ Սիրահարվեց, ում վրա։ Նռան։ Օy, ինչ պատահեց։ Սիրահարվեց, ում վրա։ Քիվի։ Օy, ինչ պատահեց։ Սիրահարվեց, ում վրա։ Այգեպանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրահարվեց, ում վրա։ Նռան։ Օy, ինչ պատահեց։ Սիրահարվեց։ Ուշել ասել։ Այո, այո։ Այգեպանը գնաց այգի, հավաքեց բոլոր մրգերից, բացի նորից։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Այգեպանը։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Ելակի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Այգեպանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Նռան։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Այգեպանի։ Օy։ Այգեպանը գնաց այգի, հավաքեց բոլոր մրգերից, բացի ելակից։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Այգեպանի։ Օy, ինչ պատահեց։ Սիրարվեց, ում վրա։ Ծիրանի։ Ծիրան։ Թող այս կոշիկի տերը հիմանում ինքան։ Այս կոշիկի տերը ինչ անի։ Գնանի ոտ սորջուր խմի գա։ Այս կոշիկի տերը ինչ անի։ Թող արտասարը։ Գնացին չեկան տղաներն այդ քաչ, կապույտ աչքերով խաշակ սևաչ, եւ նա ով պիտի բժշկե մարդկանց սպանվեց հարգարց, եւ նա ով պիտի գրեց թանաքով, գրեց հայրենով, գրեց իր կյանքով։ Այս կոշիկի տերը ինչ անի։ Թող այս կոշիկի տերը հումոր պատմի։ Ապարանցի գնում է օթապարիկի խանութ, ցանկանում է օթապարիկ գնել, աշխատողին հարցնում ասում է, բա որ ճանապարհին օթապարիկը չբացվի, ինչ անեմ։ Ասում է կբերես կսարքեմ։ Այս կոշիկի տերն ինչ անի։ Թող այս կոշիկի տերը եփսի։ Մենք հաշտով մի զավակներն ենք չենք փախչի։ Մանր մունր փորձանքներից չենք կորչի, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, ինչ էր որ լինի չենք հանդուրժի պարտություն, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, ինչ էր որ լինի չենք հանդուրժի պարտություն։
Այս կոշիկի տերը ինչ անի։ Թող այս կոշիկի տերը վազի։ Այս կոշիկի տերը ինչ անի։ Թող այս կոշիկի տերը 21 խաղա։ Յոթ քար։ Խաղի սկզբում բաժանվում ենք թիմերի։ Յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից խաղում է չինգաչունգ հակառակորդ թիմի մասնակցի հետ։ Հաղթող թիմը սկսում է խաղը։ Թիմից մեկը գնդակով հարվածում է իրար վրա շարված 7 քարերին։ Եթե քարերը թափվում են, ապա այն պետք է արագ շարել գետնին գծած վանդակների մեջ։ Այնուհետև խմբից մեկը նետում է գնդակը։ Այդ ընթացքում թիմը պետք է հասցնի քարերը շարել իրար վրա և հաշվել մինչև այն թիվը, որը որոշել էին խաղի սկզբում։ Հակառակորդ թիմը պետք է մինչ այդ հասցնի գնդակով խփել մյուս թիմի բոլոր անդամներին, որպեսզի նրանք դուրս մնան խաղից և չհասցնեն քարերը շարել իրար վրա։ Փչացած հեռախոս։ Շարքի սկզբում գտնվողը կողքին նստածի ականջին բառ է ասում, որը սկսում է հերթով փոխանցվել մասնակիցներից մեկից մյուսին, մինչև շարքի վերջ։ Մինչև ասվածը տեղ էր հասնում, բառը հիմնականում աղավաղվում էր սկզբնական ասված բառից։ Ինչ բառ ես մտածել։ Մանվել, ինչ բառ ես մտածել։ Յասամա։ Միհրան, ինչ բառ ես մտածել։ Ճոպանողի։ Ճոճանակ։ Խալը։ Ճոպանողի։ Միհրան, ինչ բառ ես մտածել։ Ծաղիկ։ Ծաղիկ։ Գետնից բարձր։ Խաղի հիմքում փոփոխված բռնոցին է։ Մասնակիցները ցելա են գցում ու պարտվողն ընկնում է մյուս մասնակիցների հետևից փորձելով բռնել նրանց։ Մասնակիցները պետք է փախչեն ու եթե բռնողը նրանց մոտենում է, փրկվելու միակ տարբերակն է ինչ-որ բարձր տեղ բարձրանալը։ Միայն այդ պարագայում բռնողն իրավունք չունի դիպչել մասնակցին։ Բռնվելու դեպքում բռնված մասնակիցն է դառնում բռնողը։
Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում են վազելուց։ Մենք խաղում ենք Թելեցուկ կամ թելով խաղ։ Այն կատարվում է մի կտոր թելով, որի վերջավորությունները իրար են միացվում հասարակ կապով։ Խաղը խաղալու համար պետք է 2 հոգի։ Խաղացողներից մեկը սկսելով խաղը ձեռքերով թելից մի կազմվածք է սարքում, իսկ երկրորդ խաղացողն այն ուրիշ կազմվածքի է վերածում իր ձեռքերով։ Ապա առաջին մասնակիցը նորից է փորձում ներկա կազմվածքը այն նոր կազմվածքի վերածելով, եւ այսպես խաղը շարունակվում է 2 հոգու միջև։ Զիլինա։ Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած սկսում են պտտվել։ Պտտվելու ընթացքում երգում են զիլինա, զիլինա, հոբ զիլինա, զիլինա։ Երբ լսում են հոբ զիլինան, պետք է միանգամից բոլորը կքանստեն առանց ձեռքերը բաց թողնելու։ Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա 3 երեխա։ Mama, ik wist dat ik
Ռեզին։ Այս խաղն էլ է տարածված մեծամասամբ աղջիկների շրջանում։ Երկու մասնակից ոտքերի, կոճերից ավելի վերև ռետինե պարան են հագցնում, իսկ մյուս խաղացողը պետք է ցատկի դրա վրայով կատարելով հատուկ շարժումներ։ Եթե նա հաջող է անում դա, ռետինե պարանը գնալով ավելի են բարձրացնում, հասցնելով մինչև ծնկները, ազդրերը եւ անգամ ուսերն ու պարանոցը։ Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ մարմնի վրա պարանը բարձրացնելու տեղ չի մնում։ Ես իթարնես Gelner baragzu ay merik 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 ay
Давай. Քար կտիկ, 5 քար, չրչրմանքի, միմինակի։ Քար կտիկը խաղում են 5 քարով, որոնցից 4-ը նյութական աշխարհի հիմքը համարվող 4 տարրերն են՝ ջուրը, օդը, հողն ու կրակը, իսկ 5-րդը եթերը։ Խաղը տարբեր վայրերում խաղում են տարբեր փուլերով՝ 5-ից 10։ Խաղը զարգացնում է երեխաների ուշադրությունը, արագությունն ու ճարպկությունը։ A խմբեր։ Խաղացողները բաժանվում են երկու թիմի։ Վիճակահանությամբ որոշվում է, թե որ թիմը պետք է սկսի խաղը։ Խաղը ուղեկցվում է երգով։ Խաղի ընթացքում հնչում է մասնակիցներից մեկի անունը, ով պետք է կտրի և անցնի հակառակորդի ամուր բռնած ձեռքերի արանքով։ Եթե մասնակիցը չի կարողանում կտրել, ապա անցնում է հակառակ թիմ, իսկ եթե հաջողվում է, ապա նա հակառակորդի թիմից մեկ մասնակից տանում է իր թիմ։
Սպորտային խաղ է, որը խաղում են հիմնականում երկու խաղացողներով կամ երկու զույգերով։ Նպատակն է փետուրով գնդակը ռակետով հարվածելով այնպես ուղղել մրցակցի դաշտ, որ նա չկարողանա այն հետ վերադարձնել։ Թաշկինակ։ Խաղալու համար երեխաները շրջան է կազմում և կքանստում։ Մեկն ընտրվում է որպես վազող և դուրս է մնում շրջանից, թաշկինակը ձեռքին։ Նա դանդաղ քայլում է շրջանի շուրջ և մի պահ աննկատ թաշկինակը դնում է որևէ մասնակցի հետևում, առանց նրան ասելու։ Եթե նստած մասնակիցը նկատում է, որ թաշկինակը դրվել է իր հետևում, պետք է փորձի բռնել վազողին, իսկ վազողը պետք է փորձի նստել նրա տեղը։ Եթե հաջողվում է, ապա մյուսը դառնում է նոր վազող։ Թաշկինակ խաղը խթանում է երեխաների արագությունը, կենտրոնացվածությունը ու թիմային մասնակցությունը։ Խաղը նաև նպաստում է ֆիզիկական ակտիվությանը և զարգացնում է արձագանքման արագությունը։ Ձեռք։ Խաղը սկսելու համար վերցնում ենք մի թուղթ և սովորական գրիչ։ Դնում ենք ձեռքը թղթի վրա և գծում այն, որպեսզի ստանանք ձեռքի ուրվագիծը։ Երբ ձեռքը գծած է, սկսում ենք ձեռքի ներսում թվեր գրել, 1-ից մինչև 100-ը։ Թվերը գրում ենք խառը կարգով մատների և ափի մասում։ Երբ ձեռքը պատրաստ է, մեկն ասում է որևէ թիվ, օրինակ 48։ Մյուս խաղացողը արագ փնտրում է այդ թիվը ձեռքի ներսում և այն շրջանագծի մեջ վերցնում գրիչով։ Խաղը կարող ենք շարունակել այնքան, քանի դեռ բոլոր թվերը գտնված չեն կամ մինչև որոշենք դադար տալ։ Խաղը զարգացնում է արագությունը, ուշադրությունը, ճկունությունը։
ասել։ Յոթ 40 12 Մոդա կամ վազիր կանգար։ Խաղի կանոնները։ Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի խաղացողները գծանշված հատվածում։ Որքան մեծ է հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի է։ Վարողը բարձրաձայն հաշվում է 1-ից 3 թվերը։ Որոշ վայրերում էլ ասում են վազիր կանգար։ Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են որքան հնարավոր է մոտ վազել սահմանագծին։ Հենց որ նա դադարում է խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղերում և չշարժվեն, իսկ նա, ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է գալիս խաղից։ Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և դիպչում վարողին։ Վարողին դիպչելուց հետո նրանք պետք է հաշվեն մինչև 100-ը։ Եթե ստացվում է, վարողը նորից է սկսում, իսկ եթե բռնում է բոլորին, ում առաջինն է դիպչել, նա է խաղը սկսում։ Ինչ հատկություններ է զարգացնում։ Կոորդինացիա, արագ վազելու և արձագանքելու ունակություն։ Niye gaya minim fırlıyor sınırım şey. Ta sattı ki sen garip iş. Ta Alexi. Niye inki ne hastalığı be? Kılara peça. Şada mı? Ne deki Ay çok tatlı olsun. Karasınlar. Կարմիր կոճակ։ Խաղի մասնակիցներն իրար կողքի են նստում ու ձեռքերն իրար միացրած դեպի դիմաց են պահում։ Խաղացողներից մեկը անցնում է բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում ձեռքին է կարմիր կոճակը։ Բոլորի կողմից անցնելուց հետո նա կանգնում է ու ասում «կարմիր կոճակ դուրս թռիր» արտահայտությունը։ Այն մասնակիցը, ում մոտ էր կարմիր կոճակը, դուրս է թռնում շարքից այնպես, որ մյուսները չկարողանան նրան դիպչել։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ Մոտ առանց աղկի անում։
«50-50» Խաղացողները հերթով շարվում են պատի դիմաց։ Պատին գծված է շրջան, որի մեջ գրված է 50 թիվը։ Խաղացողները հերթով նետում են գնդակը շրջանի մեջ և ցատկում գնդակի վրայով։ Եթե խաղացողը գնդակը նետում է և հարվածում շրջանի սահմաններից դուրս, ապա խաղից դուրս է մնում և գնդակը փոխանցում հաջորդ խաղացողին, իսկ եթե գնդակը հարվածում է շրջանի սահմաններից ներս, ապա գնդակը փոխանցում է հաջորդին և կանգնում շարքի հետևում, սպասելով իր հերթին։ Ուտել-չուտել հայկական ավանդական խաղ է, որը խաղում են նստած կամ կանգնած։ Խաղի նպատակը խաղացողներին շփոթեցնելն է։ Խաղին մասնակցում են 3 և ավելի խաղացողներ։ Մեկը լինում է առաջնորդը կամ խաղավարը։ Առաջնորդը բարձրաձայն արտասանում է առարկաների անուններ և միաժամանակ նետում գնդակը։ Եթե առաջնորդն ասում է որևէ բառ, որն ուտելի է, օրինակ հաց, ապա խաղացողը, ում նետում է գնդակը, պետք է բռնի այն, իսկ եթե ուտելու չէ, օրինակ աթոռ, ապա խաղացողը չպետք է բռնի գնդակը։ Եթե խաղացողը սխալման բռնում է գնդակը, ուտելիք չհամարվող բառեր լսելիս կամ հակառակը, լռում է ուտելիք համարվող բառերի ժամանակ, նա դուրս է գալիս կամ մի միավոր է կորցնում, կախված կանոններից։ Խաղը շարունակվում է այնքան, մինչև մեկը հաղթում է։ Խաղը զարգացնում է ուշադրությունը, տրամաբանությունը և արագ արձագանքելու կարողությունը, ու կարելի է հարմարեցնել ըստ մասնակիցների տարիքի։ Խորովա, տոլմա, խոտ, տերև, տաղի, աղցա, նարից, բանան, մեղր, աղ, թիթը, վայ, Պլիմոթ խաղի համար անհրաժեշտ է 2 և ավելի խաղացող։ Առաջին մասնակիցը կանգնում է պատից մոտ 2 մետր հեռավորության վրա։ Նա գնդակը հարվածում է պատին այնպես, որ հետ գա, իսկ ինքը ցատկում գնդակի վրայով։ Յուրաքանչյուր հարվածի հետ պետք է ասի որևէ բառ որոշակի կատեգորիայից կամ տառից, օրինակ՝ մրգեր, խնձոր, տանձ, սալոր, կենդանիներ, քաղաքներ, բառեր, կ տառով սկսվող, կատու, կապիկ, կանաչ։
Եթե խաղացողը չհասնի ժամանակին ասել բառը կամ կրկնի արդեն ասված բառը, դուրս է մնում կամ հերթ հասնում է հաջորդին։ Սա ոչ միայն զվարճալի է, այլ նաև զարգացնում է արագ մտածելու հիշողության ու շարժողական ունակությունները, լեզվական ու մտածողական հիանալի վարժություն է երեխաների համար։ Աղջիկների անուններ՝ Լիա, Ռուզա, Մանուշա, Արիա, Նարե, Վասիլիսկա, աղջիկների անուններ՝ Դալիե, Ռուզա, Արեշ, Արշավի, Մանվե, Վիրոդալե, Կարոտ, Նարեկ, Օրենք ասենք, Կտարով բարի, Կոշի, Կոշկակա, Կատու, Կանաչ, Կարա, Վագոն։ Խաղացողները կանգնում են շարքով, ձեռքերը դրած դիմացինի ուսերին և պտտվում են տարածքում։ Երկու մարդ կանգնած են դեմ դիմաց, ձեռքերը վերև պահած։ Վագոնը անցնում է նրանց ձեռքերի տակով, իսկ նրանք կարող են ձեռքերը իջեցնել և բռնել մեկին, հարստալով օրինակ արև թե անձրև։ Ընտրվածը կանգնում է այդ երկուսից մեկի հետևում, ըստ իր ընտրության։ Վերջում երկու թիմերն իրար դեմ պարան են ձգում։ Այս խաղը նպաստում է թիմային համագործակցությանը, շարժունակությանն ու ուշադրությանը, զարգացնում է արագ մտածելու ու շփվելու հմտությունները և ապահովում է ուրախ ու ակտիվ ժամանցը։ Ասենք ինչ ես ավելի շատ սիրում։ Սոֆի, ես ո՞լ եմ։ Ես էլ։ Դե ամբիլի։ Ես մեռա, ապա։ Մարդը կակաչ։ Մեր Գույն, ինչ գույն, խաղի համար անհրաժեշտ են գույնզգույն իրեր, հագուստ, խաղավարը կանգնում է պատի դիմաց, մեջքով դեպի խաղացողները, նա բարձրաձայն ասում է գույն, մյուսները պատասխանում են ինչ գույն, խաղավարը ասում է որևէ գույն, օրինակ կարմիր, բոլոր մասնակիցները պետք է շտապ գտնեն ու դիպչեն այդ գույնի առարկային, հագուստ, իրենց կամ ուրիշի, ծաղիկ, աթոռ, խաղալիք, կոճակ, կոշիկ, փեշ, մազակալ եւ այլն։
ով չի կարողանում արագ գտնել եւ դիպչել այդ գույնին, քանի խաղավարը իրեն չի բռնել, ինքն է կանգնում պատի դիմաց եւ խաղը շարունակում, ասելով. «Գույն, ինչ գույն»։ Խաղը սովորեցնում է գույները, զարգացնում շարունակությունն ու ուշադրությունը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Գույն, ինչ գույն։ Նարնջագույն։ Գույն, Ինչ գույն։ սև, գույն, Ինչ գույն։ դեղին, Մոխրագույն։ Պաս։ Խաղը սկսվում է այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցները կանգնում են շրջանաձև։ Նրանցից մեկը վերցնում է գնդակը եւ սկսում փոխանցել այն մյուսներին։ Պասը պետք է լինի ճշգրիտ ու արագ, քանի որ եթե ինչ-որ մեկը սխալվի, չբռնի գնդակը կամ վատ փոխանցի այն, դա պետք է նստի շրջանի մեջ։ Այդտեղից նա դառնում է նստած մասնակից եւ սկսում է ուշադիր հետևել խաղին։ Բայց այս խաղում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նստած մասնակիցը կարող է փրկվել եւ վերադառնալ խաղ, եթե կարողանա թռչել եւ բռնել գնդակը, երբ այն անցնում է իր վրայով։ Եթե նա կարողանա բռնել այն ու պարզ լինի, թե ով է վերջինը գնդակին հարվածել, այդ մասնակիցն է նստում շրջանի մեջ։ Պաս խաղը լի է շարժով, զվարճությամբ ու ծիծաղով։ Երբեմն փորձում են գնդակը հանկարծակի փոխանցել, որպեսզի մյուսը չհասցնի բռնել, կամ միտումնավոր թռցնում են գնդակը, հույս ունենալով, որ նստած մասնակիցը այն կբռնի։ Սրա շնորհիվ խաղը դառնում է ավելի հետաքրքիր ու անկանխատեսելի։ Բահմտոցի։ Խաղացողներից մեկը ձեռքերով փակում է աչքերը, մյուսները թաքնվում են շրջակայքում։ Աչքերը փակողը բարձրաձայն հաշվում է։ Այդ ընթացքում բոլորը պետք է հասցնեն թաքնվել, որից հետո բացում է աչքերը եւ սկսում փնտրել խաղընկերներին։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 30 Վերջ։ Հա։ Բարայա։ Երկու, երեք, 4, 5, 6, 7, 8, 9, 10 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 20 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 30 Բարայա, բացում եմ
Դու ես պարզոն արեք։ Կլաս։ Ինչպես խաղալ։ Անհրաժեշտ է կավիճ, ասֆալտե ճանապարհ եւ փոքր չափի քար։ Կավիճով գետնին քառակուսիներ ենք նկարում, որոնց մեջ գրում ենք 1-ից 8 թվերը։ Այս խաղը կարող եք նույնիսկ միայնակ խաղալ։ Կարևորը պետք է քարը գցել քառակուսու մեջ, մեկ ոտքով ցատկելով հասնել մինչև 8-ը եւ նույն կերպ ետ դառնալ։ Ամենահաջողակը համարվում է նա, ով կարողանում է անցնել 1-ից 8 ճանապարհը։ Խաղացողների թիվը սահմանափակ չէ։ Ինչ հատկություններ է զարգացնում՝ ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում, եթե խաղացողները մանուկներ են։ Պիտի քիչեի քեյի ու թաչի։ Իրեք հետ վարմա չեք։ Կլաս։ Խաղացողները մի ոտքի վրա ցատկելով, առանց ցատկերի քանակի սահմանափակումների, ոտքով մեկ քառակուսուց մյուս քառակուսի են հրում քարը շատ զգույշ, որ քարը չկպնի գծին և ոտքով չկանգնեն գծի վրա։ Խաղի առանձնահատկությունն այս դեպքում կայանում է նրանում, որ խաղացողը կարող է ցատկել ոչ միայն ուղիղ, այլև կողքից հետընթաց։ Եթե խաղացողը հասնում է սահմանագծին առանց գծի վրա կանգնելու կամ հավասարակշռությունը կորցնելու, ապա նա մեջքով կանգնելով նետում է քարը և նշում որպես տուն այն քառակուսին, որտեղ ընկնում է քարը։ Այնուհետև նա կարող է այդ քառակուսում կանգնել երկու ոտքով, մինչդեռ մնացած բոլոր խաղացողները պետք է ցատկեն դրա վրայով։ Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ բոլոր քառակուսիները գրավում են կամ էլ հնարավոր չի լինում շարունակել քիչ թվով ազատ քառակուսիներ մնալու պատճառով։ Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով տնավորվում է առավելագույն քառակուսու մեջ։ Վերջ։ Ինգը քուննա։
Անուն գոռոցի։ Խաղի սկզբում որոշում են պաշտոնները՝ առաջին գոռացող, անուն դնող, մատ պահող, ազատ քաղաքացի և շնորհավորող։ Առաջին անուն գոռացողը գնդակը նետում է դեպի վեր և գոռում խաղի մասնակիցներից մեկի անունը։ Բոլորը վազում են հնարավորինս հեռու։ Մասնակիցը, ում անունը կանչել են, փորձում է բռնել գնդակը։ Եթե անմիջապես օդից է բռնում, ապա գոռում է մեկ այլ մասնակցի անուն, իսկ եթե գնդակը բռնում է գետնին ընկնելուց հետո, ապա գոռում է «ստոպ», այնուհետև բոլոր մասնակիցները տեղում կանգնում են։ Նա 3 քայլ անելով մոտենում է իրենից առավել մոտ հեռավորության վրա գտնվող մասնակցին ու փորձում գնդակով հարվածել։ Եթե գնդակը դիպչում է, ապա խփող մասնակիցը ստանում է 1 միավոր, եթե ոչ, ապա միավորը ստանում է գնդակ նետողը։ Երբ խաղացողներից որևէ մեկը հավաքում է 3 միավոր, նրան անուն են դնում։ Անունները որոշվում են մասնակիցներից մեկի մատերի վրա։ 4 մատին պահում են զվարճալի անուններ, իսկ մեկին պարտված մասնակցի իրական անունը։ 3 միավոր ունեցող մասնակիցն ընտրում է մատերից մեկը, այնուհետև շնորհավորողը հայտարարում է նրա նոր անունն ու խաղը շարունակվում է։ Եթե խաղի ընթացքում մասնակիցն որևէ մեկը դիմում է իրեն իրական անունով, ապա խաղի ընթացքում ստացված անունը փոխանցվում է այդ մարդուն։ Մենք խաղում ենք անուն գոռոցի։ Ես առաջին կանչողն եմ։ Ես մատ պահողը։ Ես շնորհավորողը։ Սանդոնովն եմ։ Կանչում եմ Արևիկի։ Ստոպ։ Կանչում եմ Ալեքս։ Միքայել, Շուշան, Արտուր, Դավիթ, Շնորհավորում եմ Միքայելին։ Ստոպ։ Մենք